գիշեր, ցերեկ դում։ Հենց գիտեմ իմ տանստակին արդեն։ Այս ժամը 5-ի բանիկ սումակ տրակոցը նսած տեղը ոտերի տակին։ Հին Շամլուղը նախկինում բազմազգ եւ եռուզեռով լի բնակավայր է եղել։ Այսօր այստեղ ապրում է 5 ընտանիք, հիմնականում մեծահասակներ են։ Ըստ բնակիչների աշխատատեղերի բացակայության պատճառով եւ հանգի շահագործումից հետո Հին Շամլուղը աստիճանաբար դատարկվել է։ Սա քոչել են գնացել։ Հույները գնացել, ռուսները բանը լրիվ գնացել են։ Մի 3-4 ընտանիք է։ Ժամանակին շատ մարդ եղավ, բայց գնացել են հիմնականում աշխատանքի պատճառով։ Աշխատատեղեր չկան։ Երեխեք կային բան կան, հիմա սա քոչել են գնացել են։ Հին Շամլուղում խնդիրները շատ են, սակայն տեղաբնակները առաջնահերթ լուծման կարիք ունեցողը համարում են ճանապարհների բարեկարգումը։ Դրանք ըստ բնակիչների վնասվել են հանքավայրի բեռնատար մեքենաների երթևեկի պատճառով։ Հիմա որտեղ նկարեք ասեք, որ գցեք վիտեր իրակ начальствան գալու, ինչու մեջ չեք ասել։ Ինչ բողոք ունեք։ Բողոք շատ է։ Ինչ անեք, քանդում եք սա։ Ճանապարհ չկա, մի բան չկա։ Ահա որ քարքարոտ է, փոսերով է։ Հանքավայրի պայթեցումները ըստ Ստելլա Բադասյանի մեծ վնաս են հասցրել իրենց տնտեսությանը, չեն կարողանում հողագործությամբ զբաղվել, ասում է ինչ ցանում են չի աճում։ Տունը սախ փալվում է, ուժը հնարավոր չի ապրելու։ Ասե ստեղ բաղչա եղել։ Լավ բերք է ստանում, բան 5 տարի է մի սոխել չեմ կարող ցանեմ։ Լրիվ ծրիվ է գալիս։ Լրիվ փլված գնում է, միտը կողում ես ոտոտ խարվում։ Տիկին Ստելլայի խոսքով իրենց թաղամասն անտերության է մատնված։ Այդ պատճառով նաև գողությունների թիվն է ավելացել, իր տունը եւս թալանել են։ Ընտրության եմ գնացել, եկել տեսել սախ սստի լրիվ թափած։ Ինչ կա տանը որ վերցեմ, ոչ փող կունեմ, ոչ մի կաշիլյոկում 5000 դրամ այլալ կոպեկներ։ 500 դրամանոց մեկ էլ 200 դրամ։ Էդ են վերցրել գնացել։ Բայց տանը վիճակը վախենում էի թե մտնեմ։ Պատուհանը բացել են, պատուհանը մտել։ Ստեղ գողացել են, դեղ գողացել են, այն տանը ինչ կա գողացել են, ես չգիտեմ։ Հնարավոր չէ вообще։ Մարդ վախամել է կենում։ Շամլուղի վարչական ղեկավար Գագիկ Սարուխանյանը մեծ հետ զրույցում ընդգծեց, որ փորձեր է ձեռնարկվել վերաբնակեցնել թաղամասը, սակայն մարդիկ եկել, տեսել եւ մշտական բնակություն հաստատելու ցանկություն չեն հայտնել։ Հանքարդյունաբերությունն է, որ մի քիչ նեղվում են մարդիկ, Ղարաբաղից եկածներին ուզում էի բնակեցվեն էլի, հետո մենք դե սահմանակից ենք Վրաստանին, դա չուզեցին, առաջարկել եմ, իհարկե առաջարկել եմ, մի հոգի եկավ մնաց, թողեց գնաց, սաղ քաղաք են ուրում։ Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի կարծիքով հանքի պայթեցումները չեն կարող որևէ ազդեցություն ունենալ բնակիչների վրա։ Պնդում է, որ տեղյակ չէ եւ չի լսել վտանգների մասին։ Ճիշտ ասած տեղյակ չէ, որ պայթեցումից բնակիչներին ինչ-որ վնաս է տրվում, այդ ավելի ճիշտ լինի լրիկը դիմեք, հանքավայր դիմեք։ Հին Շամլուղի բնակիչները բազմից են դիմել հանքավայրի պատասխանատուներին, պնդելով, որ պայթեցումները լուրջ վնաս են հասցրել իրենց տնտեսություններին, սակայն հանքատերերի կողմից որևէ գործնական քայլ չի ձեռնարկվել։ Դուրը չի փակում, պատերի ճարքում։ Տունը հանդերձ փողված կա։ Մենակ ես չէ, այն կողմի հայա փողոց կա, այն մի կողմը փողոց է։ Էլա տունը փողված է, պատերը փողված։ Հանքի պայթեցման պատճառով տներ են քանդվում։ Այս մեր դիմացի տունը արդեն պատը փլվել է։ Ալավերդի համայնքապետը մեկ հարցում համամիտ էր բնակիչների հետ։ Նա հաստատեց, որ ճանապարհներն անբարեկարգ են, ընդգծելով, ճանապարհաշինական նախագիծ կա ներկայացրած եւ սպասում են պատասխանի։ Կառավարությունը արդեն նախագիծը պատվիրել է, նախագծման փուլում է ինտերեսությունները։ Ճանապարհային դեպարտամենտն է էլի դրանով զբաղվում, պատվիրել է նախագիծ ճանապարհը վերանավարկելու համար։ Հին Շամլուղի բնակիչների բարձրաձայնած խնդիրները տարիների պատմություն ունեն եւ իրար հաջորդող պաշտոնյաները լավ ծանոթ են դրանց։ Առայժմ միակ գործնական քայլը ճանապարհների բարեկարգման նախագիծն է, որը ներկայացվել է գործադիր իշխանության հաստատմանը։ Բնակիչները հուսով են, որ հանքի շահագործման հետևանքով վնասված տների հարցը եւս կհայտնվի կառավարության նիստերի օրակարգում։ Տիրուն Մարգարյան, Համբարձում Պապոյան, Regions TV, Լոռու մարզ։